NATO-Ռուսաստան ուղիղ բախման վտանգը օր-օրի իրական է դառնում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին անդրադարձել է ամերիկացի մեկնաբաններից մեկի հայտարարությանը, թե 2024-ին Արևմուտքի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատում է սկսվելու։ Մենք չենք կարող գնահատել այս սցենարի հավանականությունը, մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իրավիճակը շատ վտանգավոր է։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման մեծ վտանգ կա։ Վտանգ կա, որովհետև ըստ ռուս պաշտոնյայի Արևմուտքը շատ է քիթը խոթում ուկրաինական պատերազմի մեջ։ Պոլյանսկին վստահ է, որ դաշինքը արբանյակների միջոցով Կիևին հետախուզական տվյալներ է տալիս ռուսների զինամթերքի մասին։ Բացի կենթանի ուժից նրանք ամեն ինչ տալիս են Կիևին, բայց դա էլ մենք հաստատ չգիտենք։ Տեղեկություններ ունենք, որ որոշ վարձկանների մահվան լուրերը շատ առեղծվածային է հաղորդվում նրանց ընտանիքներին։ Այս ամենը մեծ կասկած է առաջացնում, նրանք հնարավոր է ՆԱՏՕ-ական գեներալներ են։ Պոլյանսկին վստահեցրել է, որ ուկրաինացիների իրավիճակը ճակատում շատ ծանր է, ու եթե չլինեն արևմուտքի տրամադրած զենքերը, Կիևը միանգամից կհանձնվի։ Ըստ ռուս պաշտոնյայի Միացյալ Նահանգներում արդեն հասկացել են, որ Կիևը պարտվում է, դրա համար էլ դանդաղեցրել են զինամթերքի մատակարարումների տեմպը։ Իսկ Կիևն ամեն կերպ ցույց է տալիս, որ ամենևին էլ ՆԱՏՕ-ի զենքերի հույսին չէ։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, թե իրենց զինուժը ստեղծել է հեռահար հրթիռներ, նախագծված և արտադրված Ուկրաինայում։ Այդ հրթիռները ըստ Կիևի կարող են հասնել անգամ Ռուսաստանում գտնվող թիրախներին։ Ռակետի для нашої ППО։ Հրթիռներ ենք ստեղծում մեր հակաօդային պաշտպանության համար։ Ուկրաինան ստեղծում է իր զենքի արտադրությունը։ Մեր հիմնական նպատակը մեր զինվորներին ավելի շատ զենք տալն է հարձակվողական գործողությունների ականազերծման համար։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, թե Ուկրաինան իր զենքերն է ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ն թույլ չի տալիս իր ուղարկած զինամթերքը կիրառել Ռուսաստանի տարածքը գնդակոծելու համար։ Ըստ Կիևի ռուսներն արդեն զգում են ուկրաինական հրթիռների արդյունավետությունը։ Ռուսաստանն արդեն զգում է նոր հրթիռների ազդեցությունը։ Արտադրությունը շարունակվելու է։ Հավատացեք ինձ, արդեն շատ շուտով ինչ-որ մեկը Ռուսաստանում կայրվի այդ հրթիռից և կայրվի բառից բուն իմաստով։ Նոր հրթիռները Ուկրաինան դեռ չի կիրառել ռազմաճակատում, որտեղ ըստ շատ փորձագետների Կիևի գործերը լավ չեն։ Հասմիկ Սերոբյան, Հայլուր։